Գիտեք ինչու ենք այս բանը այդպես լավ ոգևորված լայն ժպտում, որովհետև մի շատ կարևոր իրադարձություն ենք հենց այս բանին անդրադառնալու։ Հուլիսի 21-ից 26-ը Ալբանիայում կանցկացվի բասկետբոլի մինչև 18 տարեկաների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը եւ Հայաստանի հավաքականը եւս պայքարելու է բարձր արդյունքների համար, բայց նախքան հուլիսի 21-ին անդրադառնալը, 21-ից 26 անդրադառնալը մի կարևոր իրադարձություն է արդեն վաղուց տեղի ունենում մեր Հայաստանում, խոսքը մինչև 16 տարեկաների Եվրոպայի առաջնության մասին է, մերոնք շատ լուրջ այսպես ձեռքբերումներ ունեն, այս մասին նույնպես ունենք հրաշալի հնարավորություն այսպես ավելի մանրամասն զրուցելու մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, ինչպես նաև Երևան քաղաքի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արեգ Վաթյանը եւ բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի ավագ Արթուր Ավագյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Մինչև Ալբանիային անդրադառնալը եւ գնալը, այսպես մտովի, մի քիչ խոսենք մինչև 16 տարեկանի Եվրոպայի առաջնության մասին, որովհետեւ մենք արդեն ինչպես հասկացա, խմբային փուլից դուրս ենք եկել կիսաեզրափակիչ, օրեր առաջ նույնպես մենք խոսում ենք այս ամենի ինչի մասին, Մալթային հաղթեցինք, կարծես թե, ճիշտ գիտենք, չէ՞։ Առաջատարներ նաեւ խմբում։ Առաջատարն ենք խմբում։ Մի փոքր խոսենք այս ամենի մասին։ Ոնց ասեցիք, հուլիսի 4-ից հուլիսի 12-ը Երևան քաղաքում անցկացվում մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը եւ խմբային փուլը 4 հաղթանակով մեր հավաքականը պատվով հաղթահարեց։ Վաղը բոլորից սպասում ենք Միկա Մարզադալ շտում երկրպագելու Հայաստանի հավաքականին Մոլդովիայի հետ խաղում։ Բավականին լուրջ եւ թեժ պայքար սպասում է։ Խմբում ում հետ ենք մենք մրցել։ Մենք մրցել ենք Մալտա, Մոնակո, Անդորա եւ սպասեք, մի քիչ Ջիբրալտարի հետ։ 5 թիմեր։ Մեր խմբում 5 թիմ է ընդգրկված, այն մյուս խմբում 4։ 9 թիմ է մասնակցում Երևան։ Հասկացա։ 9 թիմ, բայց մեզ ավելի շատ էր բարձրացել։ Մեզ ավելի դժվար էր բարդացել։ Ու մենոնք արդեն կիսաեզրափակիչ են։ Վաղը տեղի կունենա կիսաեզրափակիչի խաղը, արդեն ում հետ։ Մոլդովայի հետ, ու մենք հայտնվենք եզրափակիչում։ Ամսի 12-ն էլ կգնանք արդեն դեպի ֆինալ։ Հետաքրքրականն այն է, որ Հայաստանը մասամբ կարելի է համարել նաև ֆուտբոլի երկիր, խոսում ենք շախմատից, բայց բասկետբոլից գրեթե չենք խոսել մինչև հիմա։ Ինչ է փոխվել վերջին տարիներին, որ վստահություն ենք ձեռք բերել Եվրոպայի առաջնությունը մեզ մոտ հյուրընկալելու, որովհետև դա պատասխանատու եւ պարտավորեցնող է շատ։ Առաջի հերթին բասկետբոլի ֆեդերացիայի շարունակական աշխատանքը վերջի 8 տարվա ընթացքում բոլոր հավաքական թիմերը բոլոր տարիքներով մասնակցում են Եվրոպայի կանոնավոր առաջնություններին, թե կանայք, թե տղամարդիկ, 16, 18, 20 եւ դա վստահություն է նշնչում եւ բավականին մեծ հոսք ունենք երեխաների, որոնք ցանկանում են զբաղվել բասկետբոլով, աճում է բասկետբոլը Հայաստանում եւ մեծ հետաքրքրություն կա բասկետբոլի։ Ինչը շատ ողջունել է, ինչը պատճառ դարձավ, որ այս սպորտաձևը ձեզ գերեց։ Ես փոքր ժամանակավանից արդեն զբաղվում եմ բասկետբոլով, ամենից շատ պատահական ա եղել։ Իմ փոքր ժամանակվանից իմ մարզիչը եղել է Արեգ Վաթյանը, որի հետ ես ապրում եմ նույն բակում, նրան ճանաչելով որոշեցի փորձեմ, հաճախելով նրա խմբակ եւ սիրեցի այս սպորտաձևը։ Քանի տարեկան էր այդ ժամանակ։ 11։ 11 տարեկանից առասարակ քանի տարեկանից կարելի է զբաղվել բասկետբոլով։ Ճիշտը 6-7 տարեկանից զբաղվելն է։ Այդքան փոքր։ Այո։ Հրաշալի։ Ու այսօր արդեն 18 տարեկանների հավաքականի ավագն եք դուք։ Ու 21-ին արդեն դե մինչև 21 արդեն մի քանի օր շուտ երևի կմեկնենք Ալբանիա, բայց ինչ է սպասվում։ Նայեք, մենք ամսի 13-ին մեկնում ենք ուսումնամարզական հավաքի Վրաստան, Թիֆլիս մայրաքաղաքում կանցկացնենք մեր ընկերական հանդիպումները իրանց հավաքականի հետ, 2 խաղ կխաղանք Թիֆլիսից Վրաստանի 18-երի եւ Վրաստանի 16 տարեկանների հետ եւ կմեկնենք արդեն Անդորա հենց Թիֆլիսից։ Դա միայն մեր օգտին է խոսում, չէ՞, տկերական
Վնասված բան չստանան հանկարծ։ Դե Ֆրանսիները իրենց լավ պահեն։ դա աշխատանք է, որը պետք է տանել եւ հասկանալ ինչ խնդիրներ ունենք, որ արդեն առաջնության ժամանակ այդ խնդիրներին չբախվենք։ Ընկերական խաղերը հենց դրա համար են։ Շատ լավ, հուլիսի 21-ին հենց առաջին փուլն է։ Ինչ ձևաչափով է գնում Եվրոպա եւ այս առաջնությունը, էլի։ Նորից երկու խումբ է լինելու։ Այո, նայեք, ասեմ ձեզ, որ այս թիմը ձևավորվել է 2 տարի առաջ եւ մենք 3 տարի անընդմեջ մասնակցում ենք այս թիմի կորիզով արդեն եւ այս տարի պետքա որ քաղենք մենք արդյունքները, որովհետև այդ 2 տարին բրոնզ մեդալով ենք վերադարձել Ալբանիայից։ Այս տարի 2 ենթախումբ է, մեր մրցակիցներն են Ջիբրալտարի, Կոսովոյի եւ Անդորայի հավաքականները եւ նույն ձևաչափով անցկացվում, եթե մենք խմբում գրավում ենք առաջի կամ երկրորդ տեղ, հնարավորություն ունենք մասնակցելու սեմիֆինալին եւ արդեն եզրափակիչ փուլին։ Իսկ մարզիկների հետ ասացեք 2 տարի է աշխատում եք։ Այս Ինչպես են հավաքական գալիս կամ հրավիրում եք դուք կամ ո՞նց են ընդգրկվում հավաքական։ Ուրեմն ֆեդերացիան անցկացնում է սելեկցիոն աշխատանք եւ հավաքականում հնարավորություն է ստանում խաղալ մեր հայ ուժեղ բասկետբոլիստներ տարբեր տեղերից, ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, մենք Կարևորը ազգությունն է թե քաղաքացիությունը։ Չէ, ազգությունը հայ պետք է լինի առաջի հերթին, այո։ Իսկ քաղաքացիություն։ Դե տալիս ենք, իհարկե, ահա։ Հիմա եւ մենք կատարելով այդ սելեկցիոն աշխատանքը ընտրում ենք ամենալավերին ըստ խաղային դիրքերի եւ հնարավորություն ենք տալի իրանց մասնակցելու առաջնությանը, բայց փոփոխություններ լինում է, որտեվ արագանում են խաղացողները, ֆիզիկական տվյալներն է փոխվում, իրանց խաղերին ենք հետևում արտասահմանում, ով ավելի լավ արդյունքների է հասնում, իրան էլ կանչում ենք հավաքական։ Հրաշալի, Արտուր, սա ձեր առաջին անգամը չէ կարծում նմանատիպ Ոչ, առաջնություն, 4-րդ։ Այս անգամ ինչպես եք պատրաստված։ Ինչ տրամադրություն կա։ Այս տարի ես ինձ ավելի քան վստահ եմ զգում, քան նախանցած տարիներին, քանի որ եւ փորձս է ավելացել եւ տարիքով եմ ավելի մեծ եւ ուղեղով եմ ավելի հասուն, եւ այս տարի մեր թիմի նպատակը միայն չեմպիոն դառնալն է, ուրիշ նպատակ չունենք այս։ Այդ հավաքականների հետ խաղացել եք։ Հա, մեծ մասին էլ ճանաչում ենք։ Մեծ մասն էլ արդեն ճանաչում եք։ Մեծ մասն էլ արդեն ձեզ է ճանաչում։ Իհարկե։ Այսինքն Շատ հետաքրքիր է։ Շատ էսպես հետաքրքիր մենամարտել։ Իսկ 18 տարեկանից հետո ինչ է լինելու լավ։ Մենք ունենք 20 տարեկանների եւ արդեն ազգային Այսինքն Արտուրի ապագան 18 տարեկանում շատ շուտով կդառնան Եվրոպայի չեմպիոն, հետո արդեն 20 տարեկան է գնում։ Այո, դե Եվրոպայի առաջնությունները անց են կազմում 16, 18, 20 տարեկաններ եւ հետո արդեն ազգային հավաքական եւ դե 19-ում կարա նաեւ 20, եթե ամեն ինչների կարա նաեւ 20։ Ամենակարևորը ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը քայլ առ քայլ արի, չվրազի եւ ամեն ինչը կգա, то есть չվրազեն միանգամից ազգային ձգտեն, այլ միանգ 16 խաղա, 18, 20, այդեն step ar step, քայլ առ քայլ գնայ միջև իր նպատակը։ Հետաքրքիր է, խաղային տրամաբանությունը կարծես թե բասկետբոլում բաժանվում է դիվիզիաներով, հա, դիվիզիա, եթե ճիշտ եմ ասում, C, դիվիզիոն, այո, C, B, A։ Մենք կարծես թե C, դիվիզիոն C-ում ենք եւ կբացատրեք մեխանիզմները դիվիզիաների եւ ինչպես է անցումը կատարվում C-ից B կամ B-ից A։ Եթե թիմը անցավ եզրափակիչ փուլ, то есть առաջի երկրորդ տեղերի համար պայքարեց, ինքը հնարավորություն է ստանում մյուս տարի մասնակցել արդեն B դիվիզիոնի խաղերին։ Մեր առաջնահերթ նպատակը դա է, որտեղ ես գտնում եմ, որ մենք արդեն պետք է հանդես գանք B դիվիզիոնում։ Դա արդեն նոր մարտահրավերներ է մեր համար, բայց պետք է հանդես գալ B դիվիզիոնում, որ առաջ գնալ եւ մարտունակ լիներ մնացած թիմերի եվրոպական թիմերի։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե մենք բրոնզե մեդալ չունենայինք, այսինքն երկրորդ հորիզոնականը գրավեինք,
նախկինում։ Մենք արդեն B դիվիզիոնում Մենք կարող ենք հանդես գալ, այո, B դիվիզիոնում, ինչպես ասեմ, 2 տարի առաջ մի միավոր է եղել տարբերությունը, ուղղակի որ մեզ բաժանել է վերջի վարքյաններին, ուղղակի բաժանել, բայց դե խաղը ամեն ինչ է։ Մեզ հա սպորտ է։ Այո։ Բայց այս տարի մենք ունենք բոլոր հնարավորությունները։ Ունենք ավելի մեծ է հնարավորությունները։ Նայեք, տեխնիկական ունենք մի քիչ բարդություններ, բայց կփորձենք շատ մեծ աշխատանք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կատարում, որտեղ մեզ միանալու են 4 խաղացող միայն արդեն մրցավայրում, որտեղ իրանք հիմա մեկնել են Սլովակիա եւ մասնակցում են 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, 3 խաղացող կմիանա մեզ միայն ամսի 21-ին եւ մի խաղացող, որ վերջացնում է իր խաղերը Ամերիկայում, նաեւ նույն ձևի կմիանա մեզ 21-ին, առաջի օրը խաղերի։ Իսկ նրանց պետք չի իրար հետ խաղալ, որպես իրար զգան, հասկանան։ Դե այ հենց դրա մասին է խոսքը, որ պետքա շատ կարճ ժամանակահատվածում ունենալու ենք երևի 1-2 մարզում իրար հետ, փորձենք, դե ճանաչում ենք խաղացողներին, դա արդեն փորձ է ու մարշական շտաբով կփորձենք անել ամեն ինչ, որ կարողանանք լավ հանդես գանք։ Մեզ մնում է ընդհանրապես հաջողություն մաղթել, մենք էներգետիկայով մեր ամեն ինչով փորձելու ենք նպաստել, որպեսզի մեր սպորտմենները, մեր մարզիկները լավ ելույթ ունենան կարևորը, լավ ստացված խաղ լինի նրանց մոտ, այդ հասկանալը կամ չգիտեմ տեխնիկական հնարքները, բոլոր ոնց է կոչվում, բոլոր նետումները, հենց այդպես նետում, բոլոր նետումները հենց իր նպատակին ծառայեն։ Այս դաշտից էլ այդպես նետեն 3 չէ, թող 15 միավոր դան միանգամից։ Եվ ֆուտբոլի առաջնություններին ուշի ու շովականատես լինելուն համատեղ հուսանք, որ 2, 3, 4 տարվա ընթացքում մենք ջանասիրաբար հետևելու ենք նաև բասկետբոլի առաջնություններին, որտեղ բնականաբար ներգրաված է լինելու նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Վստահաբար, որովհետև անկեղծ է, ինչպես Ինանն էլ նշեց, վերջին տարիների ընթացքում բավականին մեծ ակտիվություն կա այս սպորտաձևի նկատմամբ, դա միայն ձեր ջանքերով, մեր մարզիկների ջանքերով, որ ունենք այս ցուցանիշները, այս արդյունքները, որի շնորհիվ էլ մենք հաճախ արդեն սկսում ենք պարբերաբար անդրադառնալ այս սպորտաձևին։ Շատ շնորհակալություն, մեզ մնում է ընդհանրապես ձեզ հաջողություն մաղթել, մեր մարզիկներին նույնպես այսօր կիսաեզրափակիչ է, մինչև 10 Այո, վաղն է կիսաեզրափակիչը, բոլորին հրավիրում ենք Միկա մարզադաշտ, մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է այստեղ տեղի ունենում, սիրելիներս, վաղը անպայման պետք է գնանք ու քաջալերենք այսպես մեր մարզիկներին։ Իսկ ամսի 21-ից մինչև 26-ը Ալբանիայում արդեն մինչև 18 տարեկաների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա, որի համար նույնպես մենք հաջողություն ենք մաղթում ձեզ ու շնորհակալություն, որ այսօր առավոտը շնորհակալություն հրավերի համար։ Սիրով, միշտ պատրաստ ենք։ Ձեզ լավ օրվա շարունակություն, իսկ մենք երաժշտական փոքրիկ դադար կունենանք, հետո կվերադառնանք ու կշարունակենք։